Բարև ձեզ, բարի գալուստ, update լրատվական։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին, ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում մասնավորապես ասվում է. Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, ջերմորեն շնորհավորում եմ եւ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում ձեզ եւ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առիթով։ Հուլիսի 14-ը առանձնահատուկ խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքները կիսող բոլոր ժողովուրդների համար։ Այս օրը լավագույն առիթն է արժևորելու Ֆրանսիայի հարուստ քաղաքական եւ գաղափարական ժառանգությունը, որի հիմքում ընկած սկզբունքները դարձել են ժամանակակից ժողովրդավարական աշխարհի հենասյուներից։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ հենց այդ արժեքների հիմքի վրա խարսխված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նախադեպ մակարդակի, ձեռք բերելով նոր որակ եւ ռազմավարական բովանդակություն։ Այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորած ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով՝ քաղաքական երկխոսությունից եւ պաշտպանությունից մինչեւ տնտեսություն, ներդրումներ, ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, գիտություն, մշակույթ եւ ապակենտրոնացված համագործակցություն։ Միևնույն ժամանակ մեր համագործակցությունը հաջողությամբ ընդլայնվում է այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են նորարարությունները, արհեստական բանականությունը, կենսաբազմազանության պահպանությունն ու կլիմայական օրակարգը։ Վստահ եմ, որ համատեղ ձևավորված հավակնոտ օրակարգի հետևողական իրականացումը մեր գործընկերությունը կհասցնի առավել բարձր մակարդակի՝ իշահ երկու բարեկամ ժողովուրդների։ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացմանը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների եւ ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Կցանկանայի վերստին ընդգծել, թե որքան բարձր ենք գնահատում Ֆրանսիայի եւ անձամբ ձեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայունության ամրապնդմանը եւ ժողովրդավարական զարգացմանը։ Առանձնակի երախտագիտությամբ եմ գնահատում այս ուղղությամբ ձեր անձնական առաջնորդությունն ու հանձնառությունը։ Վերստին շնորհավորելով ձեզ եւ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին ազգային տոնի առիթով մաղթում եմ խաղաղություն, բարօրություն եւ շարունակական հաջողություններ, իսկ Հայաստանին եւ Ֆրանսիային նոր ձեռքբերումներ եւ մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդում իշահ երկու ժողովուրդների։ Ընդունեք խնդրեմ մեծարգո պարոն նախագահ խորին հարգանքիս հավաստիքը։ Բարեկամաբար Նիկոլ Փաշինյան։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ազգային տոնի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. Հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրը դարձավ Ֆրանսիայի պատմության շրջադարձային հանգրվան, ընդմիշտ փոխելով երկրի եւ նրա ժողովրդի ճակատագիրը։ Այս տոնը ուրույն խորհուրդ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ազատության, մարդու իրավունքների հավասարության եւ ժողովրդավարության արժեքները կրող բոլոր պետությունների, այդ թվում Հայաստանի համար։ Առանձնահատուկ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ձեր նախագահության օրոք Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված բացառիկ քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որը այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր առանցքային ուղղություններով։ Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային եւ անձամբ ձեզ Հայաստանին ցուցաբերած հետևողական աջակցության, Հայաստան-Եվրոմիություն գործընկերության խորացմանն ուղղված ջանքերի, Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջ մղման գործում սկզբունքային դիրքորոշման համար։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի պետություն։ Կատարի հայր Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու եւ նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի պետության Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածած հեռագրում ասված է. Խոր վշտով տեղեկացա Կատարի պետության հայր Էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան մասին։
Նոր ինվեստեմության նշանակալի դերն ու ներդրումը Կատարի զարգացման, բարօրության եւ միջազգային հեղինակության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային երկխոսության ու համագործակցության առաջմղման գործում հավերժ կմնա պատմության էջերում։ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հանգուցյալ Էմիրի մեծ ավանդը նաեւ Հայաստանի եւ Կատարի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում, ինչի մասին է վկայում Հայաստանի Հանրապետության կողմից հայր Էմիրին շնորհված բարեկամության շքանշանը։ Այս ծանր պահին Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձերդ վսեմությանը, Կատարի ղեկավարությանը եւ բարեկամ ժողովրդին, հանգուցյալ Էմիրի հարազատներին եւ մերձավորներին, կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ եւ տոկունություն։ Շարունակենք թողարկումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալ ու Կահարին եւ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի պատվիրակությանը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանում Էստոնիայի համագործակցության հանրային կառավարմանը, թվայնացմանը եւ միջազգային առևտրի ոլորտներին։ Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության եւ գործարար կապերի առավել խորացման առթիվ։ Տեղի է ունեցել Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը եւ ամբողջ ընթացքում գտնվել է ներքին գործերի նախարարության խիստ վերահսկողության ներքո։ Շինարարական աշխատանքների որակի եւ սահմանված ժամկետների պահպանման նպատակով, մանրամասնում է տեսանյութը։ Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ներկայ էին նաեւ փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը եւ բոլոր գործընկերներին հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցման աջակցելու համար ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության եւ բարեկամության։ Նախարարի խոսքով Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ, ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։ Մենք կատարում ենք ներդրում նոր ենթակառուցվածքի վրա, բայց այն առավելապես ներդրում է մեր փրկարարների եւ մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործում, որովհետեւ պակաս կարևոր չէ, թե ինչպիսի աշխատանքային պայմաններում եւ ինչպիսի անվտանգային պայմաններում են ապրում փրկարարները, ծավալում իրենց գործունեությունը, կատարում փրկարարական գործողությունները, որովհետեւ դրանից է կախված առավելապես, թե ինչպիսի որակով աշխատանք կմատուցենք մենք մեր քաղաքացիներին։ Այս ենթակառուցվածքը պիտի լինի նոր մեկնակետ, զարգացնելու մեր կարողությունները, ձևավորելու նոր հմտություններ, ավելի կատարելագործելու դրանք եւ մեր հարությանը մատուցելու նոր որակի ծառայություն։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը, նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար, ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները եւ մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, անդրադառնալով ներքին գործերի նախարարության եւ ԱՄՆ կառավարության միջև ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն շարունակաբար ամրապնդվում է, ընդգրկելով նաեւ փրկարարծառայության հետ իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նոր վարչական համալիրը կնպաստի փրկարարների համար առավել անվտանգ եւ հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շրջել են նոր վարչական համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, դրա ֆունկցիոնալ հնարավորություններին, ծառայողների համար ստեղծված աշխատանքային եւ կենցաղային պայմաններին, հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, ինչպես նաեւ տեխնիկական եւ գույքային ապահովվածությանը։
Հիշեցնենք, որ վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը եւ ամբողջ ընթացքում գտնվել է ներքին գործերի նախարարության խիստ վերահսկողության ներքո, շինարարական աշխատանքների որակի եւ սահմանված ժամկետների պահպանման նպատակով։ Սևանի ջրափրկարական կայանի կառուցումն իրականացվել է ներքին գործերի նախարարության, ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։ Ներքին գործերի նախարարը այցելել է նաև ջրային պարեկային ծառայության մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույց, հետևել ջրային պարեկների ծառայությանը։ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32,042 ծնունդ, 2024 թվականի 33,593-ի և 2023 թվականի 36,590-ի դիմաց։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին հազանգեց նախարար Արսեն Թորոսյանը։ Մեր ունեցած մայրական կապիտալ այն կանայք, որոնք կարող են ունենալ երեխա, եւ այդ պահի պտղաբերության ցուցանիշները, արտագաղթի ցուցանիշները եւ ներգաղթի ցուցանիշները այնպիսին չեն եղել, որ մենք կարողանանք ասել, որ մենք կարող ենք այնպիսի ինտերվենցիաներ անել, որ մեր 3 միլիոն ազգաբնակչությունը դառնա 3.1, 3.2, 3.5, 4 եւ այլն։ Բայց նաև չեն կարող ասել, որ ամեն ինչ պետք է թողնենք նույն ձևով եւ ռազմավարությունը տեսնելով, որ քչանալու ազգաբնակչությունը ինտերվենցիաներ է ենթադրել, որոնք պիտի զսպեն քչացումը, որտեվ եթե չլինի 2.5 չլինի, կլինի 2.2, 2.1, բայց հիմա իրավիճակը փոխվել եւ ես ինքս էլ կարծում եմ եւ որ ստեղ համարձակ որոշումներ պետք է ընդունենք նաեւ մեր գործընկերների առաջարկներով այդ ներգաղթը խթանող մեր հայրենակիցների եւ բարձր որակավորում ունեցող նաեւ այլ եւ ընդհանրապես որակավորում ունեցող այլ մասնագետների, որպեսզի կարողանանք առնվազն կայուն պահել եւ ինչու ոչ աճեցնել, բայց շատ դժվար է, Ժողովուրդ ջան։ Մենք տենց ցանկություններ ունենք, բայց այս ամբողջ խոսակցությունը դրա մասին էր։ Ինտերվենցիաները կարևոր են, բայց միշտ չի, որ մեր ուզած ցուցանիշներն են տալիս եւ նաեւ այստեղ պետք է կենտրոնանանք մարդկային կապիտալի որակի վրա, այսինքն բացի բնակչության թվից կարևոր է թե ինչպիսի բնակչություն ունեն, կրթված, առողջ եւ այդ ժողովրդագրությունը նաեւ դրա մասին է, ոչ միայն թվերի, այլև արտադրողական եւ արժեք ստեղծող, երկար ապրող, բայց երկար ապրելուց նաեւ աշխատող, առողջ ազգաբնակչության մասին է, որը պետք է կարողանանք տենց ապահովել։ Համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագոզյանը տեղեկացրեց, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։ Նրա խոսքով ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100% սուբսիդավորմամբ կկարողանան Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Նախատեսվում է մեկնարկել 27 թվական մարտ ամսից։ Մարտ ամիսը պայմանավորված է նրանում, որ օրենսդրությամբ նախորդ տարվա եկամուտների հայտարարագիրը լրացվում է հաջորդ տարվա մարտ ամսից, եւ որպեսզի համահունչ լինի մեր որոշումը այդ օրենքի հետ, որպես մեկնարկի ամսաթիվ դրվել է մարտը 27 թվականի։ Ընտանիքը վերնագիրը կոչվում է բազմազավակ ընտանիքների, բայց այս փուլում որոշում է կայացվել մեկնարկել 6 եւ ավել երեխա ունեցող ընտանիքների համար։ Եվ ինքը հնարավորություն կտա այդ ընտանիքներին 100% սուբսիդավորմամբ, պետության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության որևէ մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Ծրագրի հիմնական նպատակն է իհարկե աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների բարելավմանը, որովհետև մինչ օրս որպես այդպիսին բազմազավակ ընտանիքների համար նման ծրագիր չի իրականացվել, ինչը իհարկե կարծում եմ մեծ բաց է, եւ վստահ եմ այս ծրագիրը այդ բացը կլրացնի։ Ծրագիրը նաեւ հնարավորություն կտա, որ
որպեսզի նվազեցվի ռիսկը այդ ընտանիքների աղքատացման, որովհետև հասկանում ենք, որ ֆինանսական բեռը բազմազավակ ընտանիքների անհամեմատ է մյուսների նկատմամբ եւ իհարկե ավելի փոքր քանակով երեխա ունեցող ընտանիքներին կխրախուսի ունենալ ավելի շատ երեխաներ, որպեսզի օգտվեն այս ծրագրից։ Նշեմ, որ ծրագիրը հնարավորություն չի տալու Երևանում գույքի ձեռքբերում եւ առհասարակ մեր բնակարանային ծրագրերում արդեն Երևանը որպես այդպեսին որևէ կերպ չի խրախուսվում, վառ օրինակն է տեղահանվածների ծրագիրը, որը դժգոհություններ է առաջացնում, բայց դա հստակ մոտեցում է, որ Երևանը որևէ կերպ չի խրախուսվում, այլ մենք ավելի տարածքային համաչափ զարգացման կողմնակիցն ենք։ Ընդհանուր գնահատականը շահառուների պոտենցիալ 643-ն է համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն, այսինքն այս պահին 6 եւ ավել անջատված երեխա ունեցող ընտանիքները Քանակները տեսնում եք, 6 երեխա ունեցողները 390-ն են, 7 երեխա ունեցողները 143, 8 երեխա ունեցողները 76, 9 երեխա ունեցողները 26, 15, 11-ը 2 եւ ունենք մեկ ընտանիք, ով ունի 12 անչափահաս երեխա եւ ըստ էության այս պահին ծրագրի գնահատականը ֆինանսական տրվել է հիմք ընդունելով հենց այս ցուցանիշը։ Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ քաղաքաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանը միտված ջանքերը։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության առնչվող հարցերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Բրյուսելից ժամանած Եվրոպական միության արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների շտաբի գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակել են տեսակետներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ եւ վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի թվային եւ կիբերանվտանգության ոլորտների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման եւ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գանք միջազգային թեմաների։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին հուլիսի 13-ին հանրապետության տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո, որը, ինչպես կարծում են իշխանությունները, կարող է պատկանել Ռուսաստանին։ Սա առաջին դեպքը չէ, երբ դեսպանը կանչվում է ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի կապակցությամբ։ Հունիսի սկզբին դեսպանը կանչվել էր արտաքին գործերի նախարարություն հարևան Ռումինիայում անհայտ ԱԹՍ-ների ընկնելուց հետո։ Այդ ժամանակ դեսպանը նշել էր, որ Մոլդովայի իշխանությունների հետ բոլոր շփումները սահմանափակվել են նախարարության կանչերով։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ եւ Իրանը երրորդ գիշերը հարվածներ են փոխանակել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 14-ի վաղ առավոտյան գրառման մեջ հայտնել է, որ արդեն ավարտել է հարվածները, որոնք տևել են 5 ժամ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը գրառման մեջ հայտնել է, որ հարվածել է թիրախների Բուշերում, Չահբահարում, Ջասկում, Կոնարակում, Աբու Մուսայում եւ Բանդար Աբասում։ Նշվում է, որ ճշգրիտ զենքերով թիրախավորվել են Իրանի ափամերձ պաշտպանության համակարգեր, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի կայաններ եւ ծովային կարողություններ։ Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա տարաձայնություններին։ Այս մասին նա ասել է մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։ Թրամփի խոսքով, եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, ապա Իսրայելը այսօր գոյություն չէր ունենա Իրանի գործողությունների պատճառով։ Հուլիսի 5-ին Նեթանյահուն հայտնել էր, որ հրեական պետության իշխանությունների եւ Վաշինգտոնի վարչակազմի միջև չկան տարաձայնություններ քաղաքականության հարցերի շուրջ, այդ թվում Իրանի վերաբերյալ։ Հունիսի սկզբին Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ հեռախոսազրույցի ժամանակ կշտամբել է Նեթանյահուին, նրան անվանելով անիծյալ խելագար։
Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ ունեն այլ դիրքորոշում։ Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որն արտահայտել է նախագահ Ալիևը, գոյություն ունեն մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են մտերիմ հարաբերություններ, եւ որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ սա առիթ չէ, որպեսզի այս հարցը ստվեր գծի մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Մենք հավատարիմ ենք պրագմատիկ մոտեցմանը, հայտարարել է Պեսկովը։ Նրա խոսքով ռուսական կողմը շարունակելու է հիմնավորված կերպով բացատրել իր դիրքորոշումը ադրբեջանցի գործընկերներին։ Ալիևը պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը։ Փարիզից 70 կիլոմետր հարավ բռնկված խոշոր անտառային հրդեհը պատել է գրեթե 1900 հեկտար տարածք։ Հրդեհի հիմնական օջախի տարածքը կազմել է 1600 հեկտար, ընդ որում երկրորդ հրդեհի տարածքը, որը բռնկվել է երկուշաբթի օրը ցերեկը Ֆոնտենբլոյի անմիջական հարևանությամբ, հասել է 320 հեկտարի։ Կրակի դեմ պայքարին ներգրավված են 850 հրշեջ, օդից նրանց աջակցում են 4 ինքնաթիռ։ Կրակի տարածմանը նպաստում են բարդ եղանակային պայմանները։ Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով հուլիսի 14-ին երկրի կենտրոնական մասում անոմալ շոկը կպահպանվի 36-ից 38 աստիճան Ցելսիուսի մակարդակին։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4561-ի, վիրավորվել է 16740 մարդ, 17907-ը մնացել են անօթևան։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, 856-ը ստացել զգալի վնասվածքներ։ Հիշեցնենք, որ երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7.2 եւ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժից հետո գրանցվել է 1254 հետցնցում։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Միասնության թվեր կուսակցության անունից հանդես եկող անձը ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Միասնության թվեր կուսակցության անունից հանդես եկող անձն ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք։ Часто на самом Николина видели. Человек часто конечно, даже если полночь очень да, халакнери веники. Дазик мукуторо ке бецбецарус. Аластели пениксис царалемеч цалюс. В цалюмес терман валерасат. Юнта кезасас мишанакави. Тук тхтет тпис. Базлеши харас эстернос. Ջահել խոխայսյա կարս անում կարիմանի մեջ հասկանում ես ես ավասում եմ տիբինյանիս Վեչարչի անգամ Վեչահա ստաչան մասնամ Վեչա գյուդում Վեչա ես քեզ ասացի Հայ արխանիկա ստավամարտվարի Դու կպիրիս 19 չնանը թղթերդ Այսինքն բյուրուս քո պասպորտդ դու բայներ բիստանաս պրո նինակս Այսինքն Դեպենա բիդի հաշվի համարահանից բիզները Զբանգում դիոն մեր նկարած Երել աշխատավարձը շամոստան ունտի քարտն Դեկասիս նան հաշվի համարը թղթային Ասին հաշվի համարը ստվեցի թղթային Որ թողտու պիրստարելի տասմու ես
Պասպորտը կուչին է սամենա։ Ոչ մի տարբերություն չկա։ Բայց դες զինվորներ են ումերը թողուշնելի կակտետայա։ Հայրը ուզում ասին որ ոչ մի գիդել չելի որ դու զինվոր ես։ Սումս ներ զինվորներն են կորտես կերածվա անց։ Իվան կերասվի յակնանա բուած։ Սերիչ։ Սեն կերածա զինվորներն անց են ուսանողներին։ Անց ընդուած է։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Հսկողական միջոցառումներ են իրականացվել հուլիսի 11-ին Երևանում։ Երևանի քաղաքապետարանի եւ Հայաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների համատեղ հսկողական միջոցառման արդյունքում 17 անձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Տեղափոխված անձանցից 10-ը կասկածվում է օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանը տեղի կազմակերպելու, իսկ 7-ը այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու մեջ։ Նրանք տեղափոխվել են համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Միջոցառումների թիրախում եղել են հողի բերի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպատման անթափանց ծածկոցների սորուն նյութերի շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։ Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտմամբ 45 դեպքով նշանակվել է վարչական տուգանքներ, ընդհանուր 3.150.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանի տարածք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման պայմանավորված հուլիսի 15-ից 16-ը հանրապետությունում կպահպանվի բարձր ջերմային ֆոն։ Հանրապետության տարածք ներթափանցել են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք փչում են հարավից և հարավ-արևելքից, Իրաքի և Իրանի տարածքից։ Դրա արդյունքում այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում ժամը 16:00-ից 17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է 37-ից 38 աստիճան տաքություն, իսկ առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։ Հուլիսի 16-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, դառնալով հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան, ինչի հետևանքով հանրապետությունում օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել։ Այս թողարկման համար այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։